Հայաստանի հետ Ադրբեջանի կողմից 16 տարի բանակցած նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի ժողովրդի անունից աջակցություն է հայտնել Փաշինյանին։ Մամեդյարովը, որը 2020 թվականին է լքել Ադրբեջանի գլխավոր դիվանագետի պաշտոնը, խախտել է լռությունը, որ ասի, թե Հայաստանի բնակչությունը իր բառերով հոգնել է Քոչարյաններից, Կարապետյաններից, Սարգսյաններից ու բարձր է գնահատել Փաշինյանի շանսերը։ Մամեդյարովից առաջ Թուրքիայի գործող արտգործնախարարներ հղում անելով ինչ-որ սոցհարցումների, առաջիկա ընտրություններում առաջատար կարգել Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի պատահականություն, պարզապես եռագլուխ իշխանության մյուս երկու գլուխները աջակցություն են հայտնում երրորդ գլխին։ Կուսակցականների մաքուր սոլիդարություն է։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է Փաշինյան Էրդողան Ալիև եռյակը պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանում։ Կուսակցություն, որը 8 տարում 10 պատերազմ ու ռազմական բախում է բերել Հայաստանի գլխին։ Պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանն է, որ պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն են։ Թող իրանք որոշեն, որն է աչինը, որը ձախինը։ Կարծում եմ մեջտեղին է Նիկոլ Փաշինյանն։ Դուք ընդհանրապես ով եք։ Խաչատրյանի խոսքով պատերազմի եռագլուխ դևի մեջտեղի գլուխը հատկապես շատ է աչքի ընկնում ստախոսությամբ։ Սուտ ստի վրա, կեղծիքի վրա։ Հասկանում։ Փաշինյանի կեղծիքն ամբողջությամբ արտացոլված է կառավարության ծրագրի կատարողականում, որը ըստ ընդդիմադիր պատգամավորի ոչ մի առնչություն չունի 2021-2026 թվականների ծրագրի հետ։ Նիկոլ Փաշինյան, այն ինչ որ դու զեկուցում ես, չի բխում նրանից, ինչը որ հաստատվել է ազգային ժողովում։ Կառավարության հնգամյա ծրագրում ցեղասպանության ճանաչման օրակարգը նշված էր որպես Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման առաջնահերթություն։ Բայց հենց Փաշինյանը այն հանեց օրակարգից։ Խաչատրյանի համար պարզ է, թե որտեղից էր փչում քամին։ Էրդողանն ասել անոնոնո, իրանք էլ դեսենց խեղճ վիզները կախ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով եռագլուխ դեպի մյուս գլխից Ալիևից սահմանադրությունը փոխելու պահանջ է ստացել Փաշինյանը։ Անցած շաբաթ է Բաքուն նորից պնդել Հայաստանի մայրօրենքը փոխելու իր պահանջը։ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն, երբ Հայաստանի սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները։ Ոչ միայն սահմանադրությունը, այլ Չնայած Հայաստանի արդարադատության նախարարը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ է, իշխանությունը չի շտապում հանրայնացնել այն։ Փաշինյանը վերջին ճեպազրույցում հայտնել է, որ ընտրություններից հետո նախագիծը կհրապարակեն։ Խնդիրն է, որ մի քանի սկզբունքային եւ կարեւոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ։ Որոշ փորձագետներ վստահ են, խնդիրը ոչ թե պետական կառավարման համակարգի նյուանսների մեջ է, այլ անկախության հռչակագրի, որին հղումը հանելու մասին բազմիցս հայտարարել է Փաշինյանը։ Պարզապես նրա շահերից չի բխում ընտրություններից 1.5 ամիս առաջ հանրայնացնել այն։ Շատերն են համոզված, եթե վերընտրվի ՔՊ-ն, Ադրբեջանի այդ պահանջն էլ է բավարարվելու։ Դու այլևս կորցրել ես քո լեգիտիմությունը։ Դու այլևս լեգիտիմ իշխանություն չես, որովհետև դու խոստացել ես մի բան, արել ես լրիվ ուրիշ բան։ Հենց լեգիտիմությունը կորցրած իշխանությունը կարող է Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգել մի երկրի, որի հետ չի կարողանում վերջնական խաղաղություն կնքել։ ՔՊԱ-ականներն արդեն չեն թաքցնում, որ իրենց համար Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Միգուցե երաշխավորման մեջ մտնում է նաև ադրբեջանական զորքի տեղակայումը Հայաստան։ Հիմա абսուրդ է թվում, բայց գիտեք 10 տարի առաջ абսուրդ կթվար, եթե ինչ-որ մեկը վեր գնար ասեր Արցախը մեր համար թակարդ էր, Արցախը հայկական չէր։ Արցախը Հայաստան է եւ վերջ խոսքերի հեղինակը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Խաչատրյանի բնութագրմամբ լպրծուն մանր աճպարարության է դիմում, ասելով, թե ժողովուրդը համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը չի կատարել տված խոստումները։ Փորձում ես մեղքը քո վրայից գցես ուրիշ վրա։ Հիմա էլ ինքը մեղավոր է կարգում ժողովրդին։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։